Բարի երեկո ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այսօր այս թեման ուզում եմ բանանեմ, նենց անեմ, որ մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ լսի, մեր էկոնոմիկայի նախարարը Գևորգ Պապոյանն էլ լսի, էլի ինչ-որ նախարարներ, ովքեր առնչված են այս ասենք թեմայից, ուղղակի մեզ չունենք գյուղնախարար, թե չէ այս թեման հատուկ կպատկանար գյուղնախարարին։ Ուրեմն ժողովուրդ ջան, ունեմ Երևանում մի հատ լավ ընտիր, իրականում մարդը երկար տարիներ զբաղվում է ամառանտով։ Ամառանտը գիտեք, չէ՞ ինչ է, աշխարհում այսօր ամենազարգացած պետություններում ամառանտը ամենաօրգանիկ սնունդն է։ Իսկական, ամենաօրգանիկ։ Ես այնքան լավ չեմ հասկանում դրանից։ Դա իմ պրոֆեսիոնալ բանը չի, էլի։ Ուղղակի այդ ընկերս արդեն քանի ամիս մենք իրար հետ խոսում ենք, ինձ ուղարկել է այդ ամառանտը, ես տեսել եմ Իսրայելի բանակը, Ուկրաինայի բանակը, եվրոպական ինչ-որ երկրների բանակում օգտագործում են այդ ամառանտը։ Ամառանտից ամեն ինչ էլ սարքում են։ Ամառանտը կա եւ երշիկի մեջ, ամառանտը կա եւ ես ասենք կոնֆետ, մոնֆետ, այս ամեն ինչի մեջ։ Այսօր համարվում է աշխարհում օրգանիկ սնունդներից մեկը։ Ամառանտը օգտագործում են անասնակերի մեջ, այն մրամռնի գավյադինա բան, որ ասում են, դա իմեննի հենց ամառանտով են բանանում, կերակրում այդ կովերին բան, էլի, տենց, նույնիսկ խոզերին։ Մի խոսքով այդ ամառանտը շատ հզոր բան է։ Ուկրաինական բանակը ասում է լրիվ ընդհանրապես նստած է ամառանտի վրա։ Իսրայելական բանակը նույնիսկ նրանց սնունդի բոլոր տեսակի սննդամթերքի մեջ ամառանտը կա։ Հիմա իմ ընկերս էդի ամառանտը, որ աճում է, ասենց 2 մետր բարձրության վրա, 4 սանտիմետր հաստության ցողունով։ Այդ ընկերս Հայաստանում Գառնիի տարածքում աճացրել է ու ստացել է 8 սանտիմետր հաստության ցողունով ու միջև համարյա 2.5-ից 3 մետր բարձրությամբ այը տենց բերք է ստացել։ Դրա համար ուղղակի պետքա պետությունը ինքը այդ բանով զբաղվի մի քիչ։ Այդ բանով զբաղվի, այնտեղ ինչ-որ մի հատ գործարան պետք է կառուցվի, որ այդ ամառանտի այդ վերամշակումը կատարվի։ Ռուսաստանում օրինակ կա այդպես գործարան, Վորոնեժի մարզում կա, ես ինքս էլ գիտեմ, որ կա։ Ռուսաստան աճացնում են արդեն ամառանտ, արդեն ամբողջ աշխարհում ոնց ասած պոպուլյարնստ է, էլի նաբիրատանում այսօր ամառանտը։ Նրան հավասար ասում են, ոչ մի բան գոյություն չունի, ոչ մի տեսակի։ Այդ ամառանտը, եթե մեր գյուղացին ասում են աճացնի, Հայաստանում աճացնի, հնարավոր է եւ էլ մոռանա այս խիար, պամիդոր, պերեց, բադրջան, այս մի բան աճացնելը, որովհետեւ սա ավելի հետաքրքիր ու ավելի թանկարժեք բան է։ Ու ամբողջ աշխարհը դա պատրաստ է գնի, ամբողջ աշխարհը, Եվրոպան, Ամերիկան, լրիվ ամբողջ աշխարհը պատրաստ է դա գնի։ Այդպես բան կա, ես ասում եմ, ես դրա պրոֆեսիոնալը չեմ, բայց այդ ընկերս լավ պրոֆեսիոնալ է։ Ճիշտն ասած, այդ ընկերս ինքը այդ դրա բաները, ամեն ինչը, թղթերը, բանա, արդեն մի անգամ վարչապետին ուղղակի հանդիպել է, հենց մի միջավայրում, էլի, հանձնել է, ասել է դրա մասին, մի 2 րոպե այդպես խոսել է եւ վերջ, ու թղթապանակը հանձնել, որ այս ամառանտը ինչ է, իրանից ներկայացնում բան, իհարկե վարչապետը դրանից տեղյակ է, գիտի, միջև իր հանձնելն էլ գիտի, ուղղակի դա գործ է, որ պետք է արվի, դա մեծ աշխատանք է, ներդրումային աշխատանք է, բայց դա ավելի թանկ բանա աշխարհում վաճառվող ավելի լավ, քան նավթը ու գազը։ Այդ մակարդակի բանա ամառանտը։ Դուք բոլորդ էլ ինձ խնդրում եմ հարցեր չտաք, ես դրանից չեմ հասկանում ուժեղ։
Բայց ընկերս է դրա պրոֆեսիոնալ մասնագետն է, 27 տարի զբաղվում է այդ հարցով, այդ գործով։ Ասում եմ, Հայաստանում Գառնիի ձորում ինքը աճացրել է, փորձնական աճացրել է, տենա ինչ է ստանում։ Իրականում ստացել է 8 սանտիմետր հաստության ծողուն, 2,5-3 մետր բարձրությամբ այդ ամառանտը ինքը ստացել է։ Ավելի լավ, քան ամբողջ աշխարհում է։ Աշխարհում դա գրանցված է որպես, ասենք, 4 սանտիմետրանոց, 2 մետրանոց ծողունով։ Բայց Հայաստանում ինքը ստացել է նման տեսակ բերք։ Ու այդպես բաներ, էլի ժողովուրդ ջան։ Ես գիտեմ, ուղղակի ինձ շատ են ասում, ես ուրիշ տեղեր եմ այդ ընկերոջս ասելուց հետո սկսել եմ ես ինքս էլ մի քիչ հետաքրքրվել, այո, դա իրականում գոյություն ունի ամբողջ աշխարհում։ Մի խոսքով էլի ինչ ասեմ ժողովուրդ ջան, հնարավոր է եթե Հայաստանում այդ բանը էլ աճացնեն բան, մեր գյուղատնտեսությունը հենց դրա վրա կարա հիմնվի ու ուժեղ զարգանա, ասենք կարկուտից բանից այնքան ուժեղ վախենող բույս չի, ասենք եթե ցողունը մի քիչ վնասվում է, նա էլի աճում է, հասկացաք չէ։ Նա եթե նույնիսկ ասում է, եթե կտրում են վերևից, էլի ինքը աճում է։ Այն մետրանոց խյարներ կար է, որ մի ժամանակ աճացնում էին, կեսից կտրում էին, էլի երկարում էր։ Ու տես բան է ինչ որ էլի, ես պրոֆեսիոնալ չեմ, ես չգիտեմ, ես ուղղակի բան եմ անում այդ թեման ընկերս, որ այդքան ասել է, ես որոշեցի մի քիչ խոսամ այդ մասին, միգուցե էլի մեկի խելքը լավն է, երկուսինը ավելի լավն է։ Խելքի տանք ինչ որ մի բան որոշում կայացվի, միգուցե Հայաստանում նման արտադրությունը սկսվի։ Թեկուզ հնարավոր է մի ինչ որ մարդիկ, ֆինանսներ տիրապետող մարդիկ, այս թեման լսեն, բանանեն, ասեն մի հատ այդ մարդուն հրավիրենք, խոսանք, տենանք ինչա, հնարավոր է, այտենց մարդիկ լինեն, ես խնդրեմ, հասցեն տամ այդ մարդու, հեռախոսը տամ, հանդիպեք, գնաք, զրուցեք, տենակ իրականում ինչա, այդ բանը, այդ գործողությունները անեք։ Մի խոսքով ինքը ավելի լավ կարա բացատրի, քան ես ուղղակի, ասենք, պատճառը իմ խոսալու այնա, որ ասենք հետևորդներ բան մի քիչ շատ ունեմ, մարդիկ իմ ասած խոսքերը տարածում են, տանում են YouTube, տանում են TikTok-ներ, ամեն տեղ տարածում են իմ խոսքը, խնդրում եմ էս էլ տարածեք, միգուցե հասնի մեր իշխանություններին, միգուցե մեր իշխանությունները նման բան սկսեն, իրենք էլ հետաքրքրվեն, աշխարհում դա ոնց է կատարվում այդ ամեն ինչը, այդ ինչա դրա բանը, իրենք էլ հետաքրքրված լինեն, իրենք էլ սկսեն այդ հարցով զբաղվելը, ինչ որ մի մարդ նշանակեն այդ հարցով զբաղվի, ասենց բան է ժողովուրդ ջան, ինչ ասեմ ժողովուրդ ջան, տարածեք, այս եթերը տարածեք, տարեք ամեն տեղ, YouTube, TikTok-ներ, ամեն տեղ, ասեք, թող մեր իշխանությունը միգուցե արձագանքի, ես ասում եմ, որպես հնարավոր վարիանտ, երկիրը Սա լավ աշխատանք է, իմ կարծիքով, այսքան ինչքան ես հետաքրքրվել եմ, իմ լսելով, շատ լավ աշխատանք է պետության համար։ Մարդիկ ասում են, որ սա եթե արտադրես, հաշվի Հայաստանում գազը, նավթը ձրի է մտնելու։ Եթե այդ պետությունների հետ, այդ նավթ մատակարարող, գազ մատակարարող երկրներին դու մատակարարես ամառանտ, նավթ ու գազը Հայաստան մտնելու է ձրի։ Այսպես բաներ են ասում մարդիկ։ Ասում են իրականում հասկացողները, ով որ դրանից հասկանում են, ինչա ամառանտը։ Այսքան բան ժողովուրդ ջան, խնդրում եմ էլի տարածեք, եթե ինչ որ մի մարդ կցանկանա, ինչ որ այս պրոֆեսիոնալ մարդու հետ ծանոթանա, բանանի խնդրեմ, ես այդ ամեն ինչը կարող եմ կազմակերպել։ Եթե կառավարությունից կուզենան այս մարդու հետ ծանոթանան պրոֆեսիոնալ, այս բանի մասին, զրույցները, ապացույցները, բանը աշխարհով է ապացուցում, լրիվ ամեն ինչով, ցույցատալի կադրեր եվրոպական երկրներից, Իսրայելից, Ամերիկայից, Ավստրալիայից, որտեղ որ աճացնում են, որտեղ որ ինչ շահույթներ են ստանում դրանից։ Այս մարդուն կարամ ծանոթացնեմ, զբաղվեք, թող մեր Հայաստանը զարգանա, ամեն բանից էլ զարգանա։ Կրկնում եմ, ասում են, որ ամառանտը ամենաօրգանիկ սնունդն է։
կրախմալից բռնացրած, անասնակերից դուս եկած ամեն ինչ էլ պատրաստում են։ Դրա հրուշակեղենը, երշիկեղենը, եթե խանութում կիլոգրամը ասենք 30-50 դոլարա, եթե այդ երշիկը ամարանտով է սարքած, այդ երշիկի գինը մինիմում ասում է $200 է լինելու։ Այ սենց բաներ են ասում։ Մի խոսքով այսքան բան ժողովուրդ ջան, լավ եղեք, ամենքս մի բան ասենք, մի բան դառնա էլի, ոնց ասած ժողովուրդ ջան։ Լավ օր եմ ցանկանում բոլորիդ, առողջություն, հաջողություն, բոլոր հայ ազգին։ Լավ մնացիք։